22-ամյա Էդվինը իր արվեստով արդեն 8-րդ անգամ է ներկայանում հանրությանը։ Նրա ստեղծած կավե և կերամիկական աշխատանքները, կտավները ոչ միայն գեղեցիկ են, այլև խոսուն։ Յուրաքանչյուր բաժակ, յուրաքանչյուր քանդակ, նկար, պատմություն ունի, ծնված նրա ներաշխարհից։ Ես նկարել եմ։ Ես սիրում եմ բնություն, գյուղ, ջաշուշան։ նկարել շատ եմ սիրում։ Դու ինչ ես դառնալու։ Տաղանդավոր նկարիչ։ Էդվինը սովորել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում, որտեղ նրա տաղանդը ավելի է բացահայտվել։ Չնայած աուտիզմին, նա կարողացել է իր զգացողությունները վերածել արվեստի, ապացուցելով, որ սահմանափակումները երբեմն պարզապես պայմանական են։ Մայրը Տիկին Էվելինան պատմում է, Էդվինը դեռ շատ փոքր հասակից դիտում էր սիրելի մուլտֆիլմերը ու տետրերի հետևում նկարում գրեթե բոլոր սիրելի կերպարներին։ Դեռ շատ փոքր էր, 12 տարեկան, մենք արեցինք ցուցահանդես, այո, այն ժամանակ հասարակությունը շատ քչերն էին, որ հասկանում էին, չէին ընդունում բնականաբար, եւ այդ ցուցահանդեսի շնորհիվ եղավ մի մայրիկ, որը իր երեխային մանկատանից հետ վերցրեց։ Դա իմ կյանքի համար շատ կարևոր մի պահ է, որ ինձ մայրը մոտեցավ, ասեց իմ երեխան էլ կարա քոնի նման լինի, ասի չէ, քո երեխան կարա իմից լավը լինի։ Այս ցուցահանդեսում նրա ձեռագործ աշխատանքներն են՝ կավից ու կերամիկայից պատրաստված բաժակներ, դեկորատիվ իրեր եւ արվեստի նուրբ նմուշներ, որոնք գրավում են իրենց անկեղծությամբ եւ յուրահատուկ ոճով։ Էդվինի արվեստը խոսում է առանց բառերի։ Ծնողը, երբ որ բախվում է այդ դժվար խնդրին, դա իսկապես ամենածանր դիագնոզներից մեկն է։ Այսօր աշխարհը նշում է աուտիզմի իրազեկման միջազգային օրը։ Հայաստանում յուրաքանչյուր 30 երեխայից մեկը աուտիզմի սպեկտրի վրա է։ Այսօրը կոչված է բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը եւ խթանելու ներառականությունը։ Այս ցուցահանդեսը եւս մեկ անգամ հիշեցնում է, տարբեր լինելը չի նշանակում սահմանափակ լինել։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Աբոյան, ժամը լրատվական։